ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Հնարավոր է, որ տապակի կամ նոր թեկնածու առաջադրեք ձեր պլանների մասին։ Ոչ, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավարությունը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները ժողովրդակելու են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, երկիր կորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր Սարգսյանում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Պարոն Սարգսյան, ընտրություններին ամիսներ է ամրացել ընդամենը, մի քիչ կպատմեք ձեր պլանների մասին, օրինակ դաշինքներ, չգիտեմ, ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կուղարկեք, օրինակ, ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթացը առաջ տանելը։ Եթե ուրիշները այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաջորդով դա կլսենք։